Կրեատինը այն շատ քիչ հավելումներից է, որը կարա շատ օգտակար լինի, բայց մարդկանց մեծ մասը սխալ է օգտագործում։ Կրեատինը քեզ չի օգնելու ավելի շատ կամ ավելի արագ մկանային մասը հավաքել, այնպես որ եթե դու այն խմում ես միայն այս նպատակով, դու անիմաստ գումար ես վատնում։ Բայց այն կարա բազմաթիվ այլ օգուտներ ունենա, որոնցից մեկը անքուն գիշեր ունենալուց հետո կոգնիտիվ ֆունկցիայի բարելավումն է։ Բոլորս էլ գիտենք, որ եթե գիշերը չես քնել կամ շատ վատ ես քնել, հաջորդ օրը քո կոգնիտիվ ֆունկցիան շատ լավ վիճակում չի լինելու։ Բայց կրեատինը կարա massամբ այս բացասական էֆեկտները չեզոքացնի, որովհետև կրեատինը օգտագործվում է որպես էներգիայի աղբյուր ոչ միայն մեր մկանների կողմից, այլ նաև մեր ուղեղի։ Ու այս քնած ժամանակը, որ մեր ուղեղի կրեատինի պաշարները վերականգնվում են։ Այս հետազոտությունում ամեն 1 կիլոգրամ զանգվածի համար մոտ 0.2 գրամ կրեատին խմելը, ինչը 75 կիլոգրամանոց մարդու համար գալիս է մոտ 15 գրամ կրեատին, բավականին օգնել է տրամաբանական եւ թվային առաջադրանքների, լեզվի հետ կապված մշակման արագության եւ հոգեմոտոր զգոնության թեստերում կատարողականությունը բարելավել։ Իսկ այս մի հետազոտությունում, որտեղ ել ավելի բարձր դոզա են օգտագործել 0.35 գրամ ամեն 1 կիլոգրամ զանգվածի համար, ինչն էլ իր հերթին գալիս է մոտ 26 գրամ կրեատին 75 կիլոգրամանոց մարդու համար, այս կոգնիտիվ ֆունկցիայի բարելավումը նույնիսկ ավելի արտահայտված էր։ Այս դոզան կարող է շատ բարձր թվա, բայց կրեատինը շատ դժվարությամբ հասնում արյունաուղեղային պատնեշը, ինչի պատճառով ուղեղի կրեատինի մակարդակները բարձրացնելու համար շատ ավելի բարձր դոզաներ են հարկավոր, քան մկանների։ Ես անձամբ եթե գիշերը շատ վատ եմ քնում կամ չեմ քնում, հաջորդ օրը խմում եմ մոտ 25 գրամ կրեատին ու բաժանում եմ այս 2-3 ավելի փոքր դոզաների, որովհետև մի հատ մեծ դոզայով խմելը երբեմն ստամոքսի դիսկոմֆորտ է առաջացնում։ Ու այս հիմնականում ինձ օգնում է ավելի առույգ զգալ օրվա ընթացքում։